Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ։ Հայաստանի Հանրապետության բանակը նշում է իր կազմավորման 34-րդ տարեդարձը։ Մեր կառավարությունը 2022 թվականից ի վեր բազմապիսի մարտահրավերների պայմաններում որդեգրել է բանակի խորքային կերպափոխման և համակարգային բարեփոխումների հստակ ճանապարհային քարտեզ։ Կազմավորման ու կայացման դժվարին ուղի անցած Հայաստանի Հանրապետության բանակը հաղթահարելով վերելքների ու վայրեջքների, ձեռքբերումների ու ձախողումների շրջափուլերը այսօր կանգնած է որակապես նոր հանգրվանի առաջ։ 2022-ից 26 թվականների գործունեության հիմքում դրված է բանակի պրոֆեսիոնալացման, կառավարման արդյունավետության բարձրացման, մարդկային ներուժի զարգացման և զինծառայողի սոցիալական պաշտպանվածության ամրապնդման համապարփակ ռազմավարությունը։ Այս տարիների ընթացքում իրականացված հետևողական աշխատանքի արդյունքները հատկապես շոշափելի դարձան 2025 թվականին, որը մեր բանակի համար կարելի է բնութագրել որպես արդյունավետ և շրջադարձային տարի։ 2025 թվականին իրականացվեցին օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխություններ, որոնք միտված էին պայմանագրային և ժամկետային զինծառայությունն առավել գրավիչ և շահեկան դարձնելու, պահեստազոր թիկունք բանակ կապն ամրապնդելու, բանակի պրոֆեսիոնալ անձնակազմը համալրելու, ռազմական կրթության որակը բարձրացնելու և այլ կարևոր ծրագրերի իրագործմանը, որոնք ապահովեցին շրջադարձային բարեփոխումներ զինված ուժերի տարբեր ուղղություններով։ 2025 թվականի առանցքային ձեռքբերումներից էր պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը 18 ամիս սահմանելու մասին օրենսդրական փոփոխությունը։ Պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը բանակի կերպափոխման հայեցակարգում և կառավարության ծրագրում ամրագրված նպատակ էր, որը հնարավոր դարձավ զինվորական ծառայության գրավչության բարձրացման, պայմանագրային ծառայության ընդլայնման, արհեստավար սերժանտական և հրահանգիչների համակարգերի ներդրման, ռազմական կրթության ոլորտում տեղի ունեցած բարեփոխումների, կենսաթոշակային իրավունքի պահպանման պահեստազորայինների վերադարձի, զորակոչի գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ կատարված ծավալուն աշխատանքի, ատեստավորման համակարգի ներդրման և հատկապես Պաշտպան հայրենիաց ծրագրի արդյունավետ իրագործման շնորհիվ։ Այս բարեփոխումները բարձրացնում են զինվորական ծառայության գրավչությունը հասարակության աչքում, զինծառայությունը դարձնում են ֆիզիկապես և հոգեբանորեն պաշտպանված, ֆինանսապես շահեկան, բարոյապես արժանապատիվ։ Այսօր Պաշտպան հայրենիաց ծրագրի ներդրումից շուրջ 3 տարի անց ժամկետային երկամյա զինծառայությունից հնգամյա պայմանագրային զինծառայության է անցել 4234 զինծառայող։ Այս թիվն էական նվաճում է պրոֆեսիոնալ անձնակազմով բանակը համալրելու և զինված ուժերի պաշտպանունակությունը բարձրացնելու ճանապարհին։ Հավելեմ, ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով օրենսդրական նոր նախաձեռնությամբ նախատեսվում է հնգամյա պայմանագրից հետո հաջորդ 2 կամ 5 տարվա պայմանագիր կնքած զինծառայողներին 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ պարգևավճար վճարել։ Այս համատեքստում ես մեծապես կարևորում եմ ատեստավորման ինստիտուտի ներդրումն ու զարգացումը, որը ֆինանսական բարելավման ու բարեկեցության լրացուցիչ աղբյուր լինելուց զատ մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և ծառայողական ավելի բարձր արդյունքների հասնելու լուրջ խթան է։ Պատահական չէ, որ ատեստավորմանը մասնակցած զինծառայողների 73%-ը հատել է անցողիկ շեմը, հնարավորություն ստանալով իր աշխատավարձին հավելել 205,000-ից մինչև 470,000 դրամ գումար։ Հարգելի գործընկերներ, 2022-ից 26 թվականները բարեփոխումների առանցքային ուղղություններից մեկը ռազմական կրթությունն է։ Քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի բանակի համար և զինված ուժերի ապագայի հիմնաքարն է, բանիմաց, կիրթ, բարոյական բարձր հատկանիշներով տոգորված սպայակազմ ունենալու կարևոր նախադրյալներից մեկն է։ Կրթական ծրագրերը բարեփոխելուն զուգընթաց մենք իրականացրել ենք մի շարք միջոցառումներ ռազմական կրթօջախների դիմորդների հոսքն ավելացնելու, ռազմական կրթությունը և սպայի ծառայությունը
առավել գրավիչ դարձնելու համար։ Օրինակ, ռազմական ակադեմիայի գերազանցիկ կուրսանտների կրթաթոշակը հասցրել ենք մինչև 175,000 դրամի։ Խրախուսել ենք գիտելիքն ու բարձր առաջադիմությունը, ներդրել ենք ակադեմիայի շրջանավարտների բնակապահովման ծրագիր, բարեփոխում ենք շրջանավարտների ատեստավորման կարգը, ծառայության նշանակվելու պահից նրանց համարելով ատեստավորված։ Վերոհիշյալ նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ ներկայումս ռազմական ակադեմիայի կուրսանտների թվի էական աճ ունենք։ Մեր ուշադրության կենտրոնում է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը։ Կցանկանայի անդրադառնալ ռազմական կրթության ոլորտում իրականացված մի բարեփոխման ևս, օրինակ նախկինում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները կրթաթոշակ չեն ստացել։ 2024 թվականից վարժարանի բոլոր սաները ստանում են 15,000 դրամ կրթաթոշակ, միջին առաջադիմությամբ սաները 30,000, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերած սաները 45,000 դրամ կրթաթոշակ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ հիշեցնել, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը դա ավագ դպրոց է, այսինքն պատանիները կարողանում են ստանալ նման բարձր կրթաթոշակ։ Սոցիալական քաղաքականության շրջանակում իրականացվել է նաև զինծառայողների բնակապահովման ծրագիր, որի արդյունքում 2170 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան հիպոթեկային արտոնյալ վարկավորմամբ։ Այս տարիների կարևոր բարեփոխումներից է 18-ից 27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների համար կամավոր հիմունքներով պարտեզի ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս նաև շարունակել ծառայությունը զինված ուժերում պաշտպան հայրենյաց ծրագրի շրջանակներում։ Զգալի աշխատանք է կատարվել կապիտալ շինարարության ոլորտում։ Ամրաշինական կենսապահովման կառույցների շինարարությունը, զորանոցաշինարարությունը 2025 թվականին ընթացել են մեծ արդյունավետությամբ, բարելավելով բանակային դիրքերի կահավորումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները և դիրքային ծառայության հնարավորությունները։ Համեմատության եզր վերցնելով 2018 թվականը համառոտ անդրադառնամ շինարարական ծախսերին։ 2018 թվականին շինարարական ծախսերը կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ, իսկ արդեն 2025 թվականին Պաշտպանության նախարարության շինարարական ծախսերը կազմել են ուշադրություն 57 միլիարդ 702 միլիոն 154 հազար դրամ։ Կարծում եմ, սա էական փոփոխություն է և չի կարող չանդրադառնալ մեր սահմանների պաշտպանունակության վրա։ Բանակը շոշափելի ձեռքբերումներ ունի օրինապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում։ Զինվորական իրավապահ մարմինների և զորամասերի հրամանատարության համագործակցված աշխատանքի շնորհիվ զորքերում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է։ 2025 թվականին բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցի հետևանքով ոչ մի զինծառայող չի վիրավորվել կամ զոհվել, ինչը հաստատված խաղաղության ամենախոսուն։ Սա թերևս ոչ միայն բանակի պատմության աննախադեպ ձեռքբերում է, այլև Հայաստանի Հանրապետության պատմության մեջ կարևոր իրադարձություն։ Այնուամենայնիվ, կանոնադրային հարաբերությունների և միջանձնային բարքերի բարելավման նպատակով մենք 2026 թվականը հայտարարել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի և մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ արատավոր և քրեածին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը։ Հարգելի գործընկերներ, կարևորելով սպառազինության ձեռքբերման, շուկաների դիվերսիֆիկացման և բանակը ժամանակակից զենքերով և զինտեխնիկայով համալրելու գործընթացը 2022 թվականից ի վեր մենք հետևողական զարկ ենք տվել նաև տեղական ռազմաարդյունաբերության զարգացմանը։ 2022 թվականին պայմանագրերի ծավալը կազմել է 5,5 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականի դրությամբ այն հասել է շուրջ 170 միլիարդ դրամի։ Նաև առաջ անցնելով պիտի նշեմ, որ առաջիկայում քննարկվում է նաև ևս 150 միլիարդ դրամի նոր պայմանագրեր կնքելու հարցը, որը առաջիկայում կներկայացվի հաստատման։
Այսօր մեր զինուժի սպառազինությունը համալրվում է տեղական արտադրության այնպիսի զենքերով, որոնք բացառապես հայկական մտքի եւ տեխնոլոգիական ներուժի արգասիք են։ 2025 թվականն արդյունավետ էր նաեւ ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում։ Ընդլայնվել են միջազգային կապերը, խորացել է համագործակցությունը գործընկեր պետությունների հետ, նպաստելով Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացմանը։ Առանձնահատուկ կարևորում եմ նաև զինվորական համազգեստի փոփոխությունը, որը խորհրդանշում է բանակի նոր դիմագիծը, նոր չափանիշները ու նոր որակը, արտահայտելով մեր ռազմավարական տեսլականն ու զարգացման ուղին։ Այսինքն մարմնավորում է մեր ձգտումները եւ մեր անցնելիք ճանապարհը։ 2026 թվականը կառավարության հնգամյա ծրագրի եզրափակիչ տարին է։ Այս տարիների ընթացքում մեր նպատակը եղել է եւ մնում է հստակ՝ ունենալ ժամանակակից, պրոֆեսիոնալ, կարգապահ եւ պաշտպանունակ բանակ։ Մեր տեսլականն է ունենալ բանակ, որտեղ զինծառայությունը ոչ թե պարտադրանք է, այլ գիտակցված ընտրություն, որտեղ զինծառայողը պաշտպանված է իրավական, սոցիալական եւ բարոյական հարթություններում, որտեղ ծառայությունն արժևորվում է հասարակության կողմից, իսկ զինվորական համազգեստ կրողը վստահ է պետության աջակցությանը։ Մենք ձգտում ենք ունենալ զինված ուժեր, որը ոչ միայն արդյունավետորեն կատարում է իր պաշտպանական առաքելությունը, այլև քայլում ժամանակի պահանջներին համընթաց, բաց է նորարարությունների առաջ եւ մշտապես կատարելագործվում է հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ անվտանգության։ Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում եմ բեղուն ու արդյունավետ աշխատանք, նվիրված ծառայություն հանուն մեր պետության եւ մեր բանակի։ Սեր, բարեկեցություն եւ խաղաղություն բոլորիս ընտանիքներին, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։